Ողջույն բոլորին, Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Այսօր մարտի 8-ն է, օրը Կիրակի, եւ քանի որ մենք եթեր ենք դուրս գալիս Միացյալ Նահանգներից, ձեզ եմ ներկայացնում մինչև ժամը 15:00 նույն ինքը 3 PM-ի վերջին տվյալները։ Ես Արություն Մինասյանն եմ, երկրորդ հանգստյան օրերն են, որ աշխատում ենք արտակարգ ռեժիմով եւ խնդրանքս է փոքր աջակցություն։ Այն է լայքել մեր նյութերը, բաժանորդագրվել ալիքին։ Շնորհակալություն կանխավ։ Եվ այսպես Միացյալ Նահանգների բանակը հայտարարել է, որ Իրանի հետ ընթացող պատերազմի ընթացքում զոհվել է ևս մեկ ամերիկացի զինծառայող։ Նա մահացել է Սաուդյան Արաբիայում տեղակայված ամերիկյան զորքերի վրա իրականացված իրանական հարձակման ժամանակ ստացած վնասվածքներից։ Այսպիսով հակամարտության սկզբից ի վեր զոհված ամերիկացի զինվորների թիվը հասել է 7-ի։ Նրանցից 6-ը զոհվել էին մարտի 1-ին Քուվեյթի նավահանգստում գտնվող հրամանատարական կենտրոնի վրա իրականացված հարձակման հետևանքով։ Արտակարգ մեկ լուր պատերազմից դուրս այսօր ժամանակավորապես փակվել էր Կանզաս Սիթիի միջազգային օդանավակայանի հիմնական տերմինալը հնարավոր անվտանգության սպառնալիքի մասին տեղեկության պատճառով։ Կանզաս Սիթիի ավիացիայի վարչության տվյալներով տերմինալը տարհանվել է մոտավորապես ժամը 11:15-ին ստացած սպառնալիքի մասին հաղորդագրությունից հետո։ Օդանավակայանի աշխատակիցները հրահանգել են անմիջապես դուրս բերել ուղևորներին շենքից։ Ականատեսների խոսքով տերմինալում արագորեն հայտնվել են ոստիկանության եւ հատուկ ծառայությունների բազմաթիվ աշխատակիցներ, ինչպես նաև ծառայողական շներ։ Մոտ 2000 ուղևոր դուրս են բերվել տերմինալից ու տեղափոխվել օդանավակայանի թռիչքուղու տարածք։ Դեպքի պատճառով օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր, իսկ այդ ընթացքում վայրէջք կատարած ինքնաթիռները սպասել են թռիչքուղու վրա։ Մոտ 2 ժամ անց տերմինալը կրկին բացվել է։ Միացյալ Նահանգների տրանսպորտի նախարար Շոն Դաֆին հայտարարել է, որ իրավիճակը վերահսկվում է եւ օդանավակայանը վերադառնում է բնականոն աշխատանքի։ Դաշնային հետաքննությունների բյուրոն էլ FBI-ը հայտնել է, որ ուսումնասիրել է ստացված սպառնալիքը եւ եզրակացրել, որ այն վստահելի չէ։ Եվ անցնենք արդեն հիմնական լուրերի թեմային, դա է Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը։ Վերջին ժամերին Իսրայելը եւ Միացյալ Նահանգները նոր հարձակումներ են իրականացրել Իրանի տարածքում, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ ռազմավարական ենթակառուցվածքներ։ Թեհրանում հարված է հասցվել նավթի խոշոր պահեստային համալիրի։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես է հրդեհ լուսավորում մայրաքաղաքի գիշերային երկինքը։ Իրանի պաշտոնյաները հայտարարում են, որ նման հարվածները կարող են լուրջ բնապահպանական եւ հումանիտար հետևանքներ ունենալ։ Միևնույն ժամանակ Իսրայելի բանակը հայտնել է, որ հարվածներ են հասցվել Իրանի հարյուրավոր ռազմական թիրախների։ Իսրայելական կողմի տվյալներով ոչնչացվել են Իրանի հրթիռային արտադրության օբյեկտներ, զինամթերքի պահեստներ եւ ռազմավարական հրամանատարական կենտրոններ։ Հարվածների ընթացքում նաև թիրախավորվել է Իրանի տիեզերական գործակալության շտաբը, որը ըստ Իսրայելի օգտագործվում էր Իրանի հեղափոխական գվարդիայի կողմից ռազմական նպատակներով։ Միևնույն ժամանակ Իրանը սկսել է լայնածավալ հարվածները Իսրայելի ուղղությամբ։ Իրանական հրթիռների հերթական ալիքից հետո Իսրայելի մի շարք քաղաքներում, այդ թվում Թել Ավիվում եւ Երուսաղեմի շրջանում, հնչել են օդային տագնապներ եւ միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել տեղափոխվել ապաստարաններ։ Իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը փորձել են որսալ հրթիռների մեծ մասը, սակայն որոշները հասել են երկրի կենտրոնական շրջաններ, պատճառելով վնասներ եւ թողնելով վիրավորներ։ Զոհերի մասին առայժմ տեղեկություն չկա։ Իրանի հեղափոխական գվարդիան հայտարարել է, որ հարձակումները շարունակվելու են եւ նույնիսկ կարող են ընդլայնվել։ Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ Իրանը կուժեղացնի հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարվածների մասշտաբն ու խորությունը, պատասխանելով Իսրայելի եւ Միացյալ Նահանգների գործողությունների։ Այս զարգացումները ցույց են տալիս, որ տարածաշրջանում հակամարտությունը շարունակում է սրվել եւ ռազմական գործողությունների ավարտի մասին առայժմ որևէ հստակ նշան անգամ չի երևում։ Պատերազմը շարունակվում է արագ տարածվել ընդգրկելով տարածաշրջանի ավելի մեծ թվով երկրներ եւ առաջացնելով լուրջ հումանիտար հետևանքներ։ Իրանը հրթիռային եւ անօդաչու սարքերի հարվածներ իրականացրել Բահրեյնի, Քուվեյթի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ։ Թեհրանը հայտարարում է, որ թիրախավորվում է այդ երկրների տարածքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտները, սակայն հարվածները վնասել են նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Քուվեյթում հարվածների հետևանքով վնասվել են միջազգային օդանավակայանի վառելիքի պահեստները, ինչպես նաև պետական կառույցներից մեկի շենքը։ Սաուդյան Արաբիայում գրանցվել են պատերազմի առաջին զոհերը։ Երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայության տվյալներով ռազմական արկի հարվածից հետո զոհվել է 2 օտարերկրյա աշխատողներ, իսկ մի քանի մարդ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Լարվածությունը շարունակում է աճել նաև Լիբանանի ուղղությամբ։
Իսրայելն ակտիվացրել է հարձակումները երկրի հարավային շրջաններում, թիրախավորելով Հեզբոլլահ զինված խմբավորման դիրքերը։ Իսրայելական բանակը նաև մեծացրել է իր ռազմական ներկայությունը սահմանին։ Ճանապարհներին նկատվում են տանկեր, ռազմական մեքենաներ եւ զինվորականների կուտակումներ։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով բախումների հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ, որոնցից առնվազն 83-ը երեխաներ են։ Հարյուրավոր մարդիկ վիրավոր են, իսկ մոտ կես միլիոն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները։ Պատերազմի հետևանքով ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել նաև Իրանում։ Իրանի իշխանությունների տվյալներով զոհերի թիվը գերազանցում է 1300-ը, իսկ հազարավոր մարդիկ վիրավոր են։ Վնասվել են բազմաթիվ քաղաքացիական օբյեկտներ, ներառյալ դպրոցներ, հիվանդանոցներ ու բնակելի շենքեր։ Այսօր փորձել եմ իմի բերել հավաքել վերջին բոլոր տվյալները եւ մարտի 8-ի դրությամբ հրապարակված մոտավոր տվյալների համաձայն ամենամեծ կորուստները գրանցվել են Իրանում։ Այստեղ զոհերի թիվը անցել է մոտավորապես 1350, իսկ վիրավորների թիվը հասել է մոտավորապես դարձյալ մոտ 5400-ի։ Լիբանանում զոհվել է մոտ 394 մարդ, շուրջ 1300 մարդ վիրավոր է։ Իսրայելում Իրանի հրթիռային հարվածների հետևանքով զոհերի թիվը 12 է, իսկ վիրավորների թիվը հասել է մոտ 1600-ի։ Պատերազմի ազդեցությունը տարածվել է նաև ծոցի երկրներ։ Քուվեյթում հարվածների հետևանքով զոհվել է մոտ 7 մարդ։ Վիրավորների թիվը տարբեր տվյալներով կազմում է մոտ 18-ից 32։ Արաբական Միացյալ Էմիրություններում գրանցվել է 4 զոհ եւ 112 վիրավոր։ Սաուդյան Արաբիայում հաղորդվել է 2 զոհի եւ 12 վիրավորի մասին։ Բահրեյնում հաստատվել է առնվազն 1 զոհ, ինչպես նաև մի քանի վիրավոր։ Իրաքում, որտեղ հարվածների թիրախ են դարձել Իրանի հետ կապված զինված խմբավորումները, զոհվել է առնվազն 21 մարդ, իսկ տասնյակները վիրավոր են եւ, ինչպես արդեն նշեցի, ամերիկյան զինուժի կորուստների թիվը հասել է 7-ի։ Պատերազմի ֆոնին միջազգային արձագանքներն ու դիվանագիտական հայտարարությունները գնալով ուժեղանում են։ Իհարկե, մեզ շատ հայտնի սցենար է սա, միայն խոսքեր են։ Տարբեր երկրներ եւ միջազգային կառույցներ փորձում են գնահատել իրավիճակը ու կանխել հակամարտության հետագա ընդլայնումը։ Արաբական երկրների մի շարք արտաքին գործերի նախարարներ համատեղ հայտարարությամբ դատապարտել են Իրանի հարձակումները տարածաշրջանի պետությունների վրա, դրանք անվանելով լուրջ սպառնալիք միջազգային խաղաղության եւ անվտանգության համար։ Արաբական պետությունները կոչ են արել դադարեցնել հարձակումները եւ դիմել դիվանագիտական լուծումների, միաժամանակ աջակցություն հայտնելով ծոցի երկրներին, որոնք ենթարկվել են հրթիռային հարվածների։ Եվրոպայում եւս հնչել են կոշտ հայտարարություններ։ Շվեյցարիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի դեմ իրականացված հարվածները կարող են դիտվել որպես միջազգային իրավունքի խախտում։ Նրա խոսքով ուժի կիրառումը պետք է տեղի ունենա միայն միջազգային իրավական հստակ հիմքերի առկայության դեպքում եւ հակամարտության բոլոր կողմերը պետք է խուսափեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են ավելի խորացնել ճգնաժամը։ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին նույնպես զգուշացրել է պատերազմի հնարավոր հետևանքների մասին։ Նա հայտարարել է, որ հակամարտության շարունակական ընդլայնումը կարող է ամբողջ տարածաշրջանը կանգնեցնել քաոսի առաջ, վտանգելով էներգետիկ շուկաները, առևտրային ճանապարհները եւ միջազգային ավիացիան։ Այս ֆոնին քննարկումների առարկա է դարձել նաև Մեծ Բրիտանիայի ռազմական բազաների օգտագործման հարցը։ Սկզբնական շրջանում Լոնդոնը, գիտեք, հրաժարվել էր թույլ տալ Միացյալ Նահանգներին օգտագործել իր բազաները Իրանի դեմ հարվածների համար, սակայն հետագայում համաձայնել է աջակցել պաշտպանական գործողություններին կապված Իրանի հրթիռային հարձակումների աճի հետ։ Բայց նաև միևնույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները մերժել է այլ աջակցությունը Մեծ Բրիտանիայի կողմից։ Միացյալ Նահանգները շարունակում է տարածաշրջանից իր քաղաքացիների տարհանման գործընթացը։ Պետդեպարտամենտի տվյալներով պատերազմի սկսվելուց հետո արդեն ավելի քան 32,000 ամերիկացի լքել է Մերձավոր Արևելքը։ Նրանց մեծ մասը հեռացել է առևտրային ավիաչվերթներով, իսկ մի քանի հազար մարդ տեղափոխվել է հատուկ կազմակերպված չարտերային չվերթներով։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է հեռախոսազրույց ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ ու կոչ արել դադարեցնել տարածաշրջանի երկրների վրա իրականացվող հարվածները։ Մակրոնը նաև հայտարարել է, որ Իրանը պետք է ապահովի նավարկության ազատությունը եւ դադարեցնի Հորմուզի նեղուցի փաստացի փակումը, քանի որ այդ նեղուցը կարևոր դեր ունի համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար։ Ֆրանսիայի նախագահը իր մտահոգությունն է հայտնել նաև Իրանի միջուկային եւ բալիստիկ ծրագրերի զարգացումների վերաբերյալ, ընդգծելով, որ անհրաժեշտ է գտնել հակամարտության դիվանագիտական լուծում։ Ըստ պաշտոնական տեղեկությունների, Մակրոնը նաև հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նշվում է, որ նա առաջին արևմտյան առաջնորդն է, որը Իրանի նախագահի հետ խոսել է պատերազմը սկսվելուց ի վեր։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին NBC Meet the Press հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանում իշխանությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով չնայած պատերազմական իրավիճակին։ Նրա խոսքով երկրի ղեկավարությունը ժամանակավորապես իրականացվում է անցումային ղեկավարության խորհրդի կողմից, մինչև Իրանի փորձագետների ժողովը ընտրի նոր գերագույն առաջնորդ։ Արաղչին նշել է, որ նոր առաջնորդի տեխնացուի վերաբերյալ շրջանառվում են բազմաթիվ լուրեր, սակայն վերջնական որոշումը կընդունի միայն փորձագետների ժողովը քվեարկության միջոցով։ Հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է որևէ դեր ունենալ Իրանի նոր առաջնորդի ընտրության գործընթացում, Իրանի արտգործնախարարը կտրուկ մերժել է այդ հնարավորությունը։ Նրա խոսքով Իրանը թույլ չի տա որևէ արտաքին ուժի միջամտել երկրի ներքին գործերին եւ ղեկավարության ընտրությունը բացառապես իրանցի ժողովրդի իրավունքն է։ Արաղչին անդրադարձել է նաեւ պատերազմի ավարտի հնարավորությանը։ Նա հայտարարել է, որ Իրանը չի ընդունի անվերապահ կապիտուլյացիայի պահանջը ու շարունակելու է պաշտպանել իր տարածքն ու բնակչությանը։ Նրա խոսքով Իրանը չի սկսել այս պատերազմը եւ իր գործողությունները դիտում է որպես ինքնապաշտպանություն։ Նա նաև ընդգծել է, որ պատերազմը կարող է ավարտվել միայն այն դեպքում, եթե ապահովվի դրա մշտական ավարտը, այլ ոչ թե ժամանակավոր հրադադար լինի։ Իրանի արտաքին գործերի նախարարը մեկնաբանել է նաև տարածաշրջանում տեղի ունեցած հրթիռային հարվածները։ Նրա խոսքով Իրանը չի թիրախավորում հարևան երկրներին, այլ հարվածում է ԱՄՆ ռազմական բազաներին, որոնք տեղակայված են այդ երկրների տարածքում։ Նա նշել է, որ այդ հարվածները պատասխան են Միացյալ Նահանգների եւ Իսրայելի գործողություններին։ Արաղչին անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ համագործակցության հարցին, նշելով, որ Իրանի եւ Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը նոր երևույթ չէ եւ շարունակվում է արդեն երկար ժամանակ։ Նրա խոսքով երկու երկրները ռազմավարական գործընկերներ են, սակայն նա չի մանրամասնել, արդյոք Ռուսաստանը Իրանի համար հետախուզական տվյալներ է փոխանցում, թե ոչ։ Հարցազրույցում Արաղչին նաև հերքել են պնդումները, թե Իրանը պատրաստվում էր հրթիռներ մշակել, որոնք կարող էին հասնել Միացյալ Նահանգների տարածք։ Նրա խոսքով Իրանը գիտակցաբար սահմանափակել է իր բալիստիկ հրթիռների հեռահարությունը մոտ 2000 կիլոմետրով եւ որևէ ծրագիր չունի այն մեծացնելու։ Իրանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ եթե օտարերկրյա ցամաքային զորքեր փորձեն մտնել Իրանի տարածք, իրանական բանակը պատրաստ է դիմակայել եւ պաշտպանել երկիրը։ Նրա խոսքով Իրանը պատմության ընթացքում բազմիցս պաշտպանել է իր տարածքը եւ պատրաստ է դա անել նաեւ այս անգամ։ Հարգելի հետևորդներ, ամենաթարմ տեղեկություններն ենք ստանում։ Իրանի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին ընտրվել է որպես երկրի գերագույն առաջնորդ, փաստացի Ալի Խամենեիի որդին, արդեն իսկ նախկին գերագույն առաջնորդի որդին, նոր գերագույն առաջնորդն է, գիտեք, նա է հիմնականում ղեկավարում երկիրը, բոլոր ռազմական եւ պետական կառույցների ղեկավարն է, ինչպես նաեւ Իրանի հեղափոխականների պահապանների կորպուսի փաստացի հիմա պատերազմական դրությունում ամեն ինչ կախված է լինելու նրանից, որքանով որ տեղյակ եմ, նախկինում նա երբևէ չի ընտրվել եւ որևէ պաշտոնի նշանակված չի եղել, բայց համարվում էր երկրի ամենաազդեցիկ դեմքերից մեկը եւ հենց նրա անունն էր առաջինը շրջանառվում, թե ով կլինի երկրի հաջորդ գերագույն առաջնորդը։ Ինչևէ, տեսնենք ինչ զարգացումներ կունենա, իսկ մենք շարունակենք մեր լուրերը։ Հռոմի Պապն է հանդես եկել կոչով, նա խորմտահոգություն է հայտնել Իրանում եւ ամբողջ տարածաշրջանում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ։ Պապի խոսքով Իրանից եւ Մերձավոր Արաբելքի այլ երկրներից ստացվող լուրերը մեծ անհանգստություն են առաջացնում։ Նա նշել է, որ շարունակվող բռնությունն ու ավերածությունները, ինչպես նաեւ ատելության եւ վախի մթնոլորտը կարող են ավելի լայն տարածում ստանալ։ Հռոմի Պապը զգուշացրել նաև, որ հակամարտության ընդլայնման վտանգ կա եւ տարածաշրջանի այլ երկրներ, այդ թվում Լիբանանը, կարող են կրկին հայտնվել անկայունության մեջ։ Իր ուղերձում նա կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները եւ հնարավորություն տալ դիվանագիտական լուծումներին։ Հռոմի Պապի խոսքով անհրաժեշտ է, որպեսզի լռեն զենքերը, դադարեն պայթյունների ձայները եւ ստեղծվի երկխոսության հնարավորություն, որտեղ լսելի կլինի ժողովուրդների ձայնը։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի դեմոկրատական խմբակցության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը քննադատել է Իրանի դեմ ընթացող պատերազմը եւ հարցականի տակ դրել դրա նպատակներն ու ռազմավարությունը։ NBC Meet the Press հաղորդմանը տված հարցազրույցում Ջեֆրիսը նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդի մահը ինքնին չի լուծում հիմնական հարցերը։ Նրա խոսքով գլխավոր խնդիրը մնում է այն, թե ինչու է Միացյալ Նահանգները ներգրավել այս պատերազմում եւ ինչ նպատակներ ունի Վաշինգտոնը։ Ջեֆրիսը հայտարարել է, որ ամերիկացիները չեն ցանկանում տեսնել, թե ինչպես են միլիարդավոր դոլարներ ծախսվում Իրանի եւ Մերձավոր Արևելքի
վարելքի վրա հարվածներ իրականացնելու համար, այն դեպքում, երբ երկրում շարունակում են աճել ապրանքների գները ու առողջապահական ծախսերը, բենզինի գները։ Նա նաև ընդգծել է, որ չի աջակցի ամերիկյան ցամաքային զորքերի ուղարկմանը Իրանի տարածք։ Ջեֆրիսի խոսքով նման քայլը կարող է Միացյալ Նահանգներին ներգրավել հերթական երկարատև պատերազմի մեջ Մերձավոր Արևելքում։ Քանի որ չկար դեռևս վերջին ամերիկացի զինծառայողի մահվան լուրը, նա հիշեցրել է, որ արդեն 6 ամերիկացի զինծառայող է զոհվել այս հակամարտության ընթացքում։ Դեմոկրատ առաջնորդը նաև նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի ներկայացրել համոզիչ հիմնավորում, թե ինչու է սկսվել այս պատերազմը եւ ինչ է լինելու դրա ելքը։ Հարցազրույցում քննարկվել է նաև պատերազմի ֆինանսավորման հարցը։ Ջեֆրիսը հայտարարել է, որ եթե Սպիտակ տունը դիմի կոնգրեսին լրացուցիչ ռազմական ֆինանսավորման համար, այդ հարցը դեռևս պետք է մանրամասն քննարկվի, քանի որ վարչակազմը, ինչպես արդեն նախկինում նշել է, չի ներկայացրել պատերազմի ռազմավարական հիմնավորումը։ Նոր տեղեկություն ենք ստանում պատերազմի ընթացքի մասին, ձեր թույլտվությամբ կարդամ թղթից, որովհետև թեման առայժմ անծանոթ է ինձ։ Իսրայելը հայտարարել է, որ Բեյրութի կենտրոնում հարված է հասցրել մի հյուրանոցի, որի հետևանքով սպանվել են Իրանի Իսլամական հեղափոխական գվարդիայի 5 բարձրաստիճան հրամանատարներ։ Իսրայելի ռազմական աղբյուրների համաձայն գիշերային հարվածը իրականացվել է երկրի ռազմածովային ուժերի կողմից։ Հայտարարության մեջ նշվում է, որ սպանված հրամանատարները պատկանում էին Քուդս ուժերին եւ ղեկավարում էին այդ ստորաբաժանման Լիբանանի եւ Պաղեստինի ուղղությամբ գործող կառույցները։ Իսրայելի բանակի տվյալներով նրանք ներգրաված էին Հեզբոլլա եւ Համաս խմբավորումների ֆինանսավորման, զինման եւ հետախուզական աջակցություն տրամադրելու գործում։ Քուդս ուժերը համարվում են Իրանի Իսլամական հեղափոխական գվարդիայի հատուկ ստորաբաժանում, որը ակտիվորեն համագործակցում է տարածաշրջանում Իրանի դաշնակից զինված խմբավորումների հետ։ Բացի այդ, Իսրայելի բանակը Թեհրանում ոչնչացրել է Իրանի Իսլամական հեղափոխական գվարդիայի օդային ուժերի շտաբը։ Իսրայելական կողմի տվյալներով այդ կենտրոնից ղեկավարվում էին Իրանի բալիստիկ հրթիռային ծրագրերը, անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները եւ այլ օդային ռազմական կառույցներ։ Իսրայելի բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ վերջին միայն 1 օրում Իրանի տարածքում խոսվել ավելի քան 140 թիրախ։ Բանակի գլխավոր շտաբի պետ Էլայ Զամիրն էլ հայտարարել է, որ պատերազմը կարող է երկար ժամանակ շարունակվել ու իսրայելական հասարակությանը կոչ արել պատրաստ լինել երկարատև հակամարտության ու պահպանել համբերությունն ու տոկունությունը։ Փաստացի այս տեղեկությունը խոսում է նրա մասին, որ Իսրայելը այդուամենայնիվ տրամադրված է ավելի երկարաժամկետ պատերազմի, ինչը մի փոքր հակասում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս հնչեցրած հայտարարություններից։ Արագ կարգով նայենք, տեսնենք թարմացումներ արդյոք կան թե ոչ, իսկ եթե լինեն էլ դրանք արդեն երևի թե հաջորդ թողարկման համար կթողնենք, մի անգամ էլ փորձեմ refresh անել, տեսնել ինչ է սպասվում, կարծես թե չկա ավելի նոր ինֆորմացիա։ Այժմի համար ուրեմն այսքանը, մենք շարունակում ենք աշխատել արտակարգ ռեժիմով, հետևենք Հարմեդիա լրատվականին, եղեք տեղեկացված Միացյալ Նահանգներում եւ Ամերիկայի հետ կապ ունեցող իրադարձությունների մասին։ Ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար, խաղաղ եւ առողջ եղեք։